Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ, կարևորը նախ համարոտ։ Նախիջևանի դեպքը կհետաքննեն, Փեզեշքյանն ու Ալիևը հեռախոսով զրուցել են։ Իրանն ունի նոր գերագույն հոգևոր առաջնորդ, երկրինի երթմնակալության արարողությունը։ Որքան է արժեցել խաղաղության կամուրջը Հայաստանի համար, անվտանգության խորհրդի գրասենյակը պատասխանել է լրատվամիջոցի հարցմանը։ Իրանի դեմ պատերազմ, թրիփ ու ընտրություն, երկրորդ նախագահը խոսել է վերջին իրադարձությունների մասին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսով զրուցել է Իլհամ Ալիևի հետ։ Նախագահը շեշտել է, որ Նախիջևանի օդային հրետակոծությունը որևէ կապ չունի Իրանի հետ։ Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է, որ միջադեպը կհետաքննեն։ Նախագահը շնորհակալություն է հայտնել պետության ղեկավարին Ադրբեջանում Իրանի դեսպանատուն այցելելու, գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեի եւ բազմաթիվ քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելու եւ Իրանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մտադրության համար։ Ի դեպ, Ադրբեջանն ու Իրանը վերսկսել են բեռնափոխադրումները իրենց պետական սահմաններով։ Իրանն ունի նոր գերագույն հոգևոր առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին։ Փորձագետների խորհուրդը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրվել է Իրանի Իսլամական Հանրապետության երրորդ հոգևոր առաջնորդ։ Հիշեցնեմ, որ նա սպանված այաթոլլահ Ալի Խամենեի որդին է։ Ըստ ֆարս գործակալության Իրանի նոր առաջնորդի երթմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 9-ին Թեհրանում։ Թրամփն ասել է, որ դեռևս վաղ է մեկնաբանել Խամենեի որդու Իրանի հոգևոր առաջնորդ ընտրվելը։ Որդին փոխարինեց հորը։ Նախքան Խամենեի սպանությունն ու այս պատերազմի սկսելը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ գերագույն հոգևոր առաջնորդին սպանելու դեպքում կընտրեն նորը։ Այսինքն Իրանն ունի թեկնածու, որի վրա աշխատել են ու պատրաստել այդ պաշտոնն զբաղեցնելու համար։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով նոր հոգևոր առաջնորդն Իրանի ամենաազդեցիկ դեմքերից է։ Իրան-Իրաք պատերազմի մասնակից եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ սերտ առնչություն ունեցող անձ։ Ըստ նրա, պատերազմական պայմանում ընտրությունն ունի ոչ միայն հոգևոր, այլև հստակ ռազմաքաղաքական պատճառաբանություն։ Իսկ ինչ է հայտնի Իրանի նոր հոգևոր առաջնորդի մասին, ով է միշտ կուլիսներում մնացած Մոջթաբա Խամենեին, Անահիտ Սարգսյանն է պատմում։ Իրանի նոր հոգևոր առաջնորդն ընտրվեց եւ շարունակում է մնալ Խամենեի։ Ալի Խամենեիի որդու անունը չնայած մշտապես առկա էր կուլիսային քննարկումներում եւ Իրանի քաղաքական վերնախավում, սակայն գրեթե չէր հնչում պաշտոնական հաղորդագրություններում։ Նրա ազդեցության մասին խոսակցությունները չեն դադարում ավելի քան 1 տասնամյակ, իսկ այժմ իրավիճակը կուլիսներից տեղափոխվում է բեմ։ Մոջթաբա Խամենեին ծնվել է 1969 թվականին Մաշհադ քաղաքում։ Նա Ալի Խամենեիի երկրորդ որդին է։ Դպրոցական կրթությունից հետո սկսել է աստվածաբանություն ուսումնասիրել, ապա շարունակել ուսումը Ղոմում հոգևորական դառնալու համար։ Հետագայում աստվածաբանություն է դասավանդել Ղոմի աստվածաբանական ճեմարանում։ 1987-ից 88 թվականներին Մոջթաբան մասնակցել է Իրան-Իրաքյան պատերազմին եւ իր հսկողության տակ է վերցրել բասիջ աշխարհազորային ուժերը։ Չնայած Մոջթաբան երբեք չի զբաղեցրել որևէ բարձր պետական պաշտոն, սակայն մի շարք իրանցի նախկին պաշտոնյաներ եւ արևմտյան վերլուծական կենտրոններ նրան նկարագրում են որպես ազդեցիկ միջնորդ հոր գրասենյակի, անվտանգության կառույցների եւ քաղաքական էլիտայի միջև։ 2000-ականների սկզբից շրջանառվում են տեղեկություններ, որ Մոջթաբա Խամենեին սերտ կապեր ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարների հետ։ Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ նա դեր է խաղացել այդ կառույցում հավատարիմ կադրերի առաջխաղացման հարցում։ Իրանի ներսում այս թեման գրեթե չի լուսաբանվում, իսկ պաշտոնական հաստատում երբևէ չի եղել։ Նրա անունը կապում են նաև օֆշորային ֆինանսական ցանցի հետ, որը գործածվում է Իրանից դուրս ակտիվներ պահելու եւ տեղաշարժելու համար։ 2009 թվականի նախագահական ընտրությունից հետո, երբ բողոքի զանգվածային ալիք բարձրացավ ընտրության արդյունքների դեմ, ընդդիմադիր շրջանակները պնդում էին, որ Մոջթաբան աջակցել է բողոքի ցույցերի դեմ կոշտ ուժային արձագանքին։ Այդ պնդումները պետական մակարդակով հերքվել են կամ անտեսվել, սակայն նրա անունը այդ իրադարձություններից հետո հայտնվել է ներքաղաքական քննարկումների կենտրոնում։ 2019 թվականին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Մոջթաբա Խամենեիի նկատմամբ, նրան ընդգրկելով Իրանի գերագույն առաջնորդի մերձավոր շրջապատի այն անձանց ցանկում,
որոնք Վաշինգտոնի գնահատմամբ ներգրավված են իշխանության կոշտ քաղաքականության մեջ։ Պատժամիջոցները ենթադրում են Միացյալ Նահանգների իրավազորության ներքո ակտիվների սառեցում եւ ամերիկյան կողմի հետ գործարքների արգելք։ Թեհրանն այդ քայլը բնութագրում է քաղաքական ճնշում եւ միջամտություն ներքին գործերին։ Իրանի սահմանադրությամբ Գերագույն առաջնորդին ընտրում է բանիմացների ժողովը։ Մոջթաբա Խամենեիի անունը պարբերաբար հիշատակվում է որպես հնարավոր իրավահաջորդ, իսկ այժմ, երբ Ալի Խամենեին մահացած է, ել ավելի հավանական է համարվում հենց Մոջթաբայի ընտրությունը։ Մոջթաբա Խամենեին գրեթե հանդես չի գալիս հրապարակային ելույթներով, հարցազրույցներ չի տալիս եւ հազվադեպ է երևում պետական միջոցառումներում։ Ինչ վերաբերում է նրա անձնական կյանքին, ապա նա 2004 թվականին ամուսնացել է Զահրա Հադդադադելի հետ, ունի 3 երեխա։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իրանի առողջապահության նախարարությունը հրապարակել է զոհերի ու վիրավորների մասին վերջին տվյալը։ Ըստ պետական գերատեսչության ԱՄՆ-Իսրայել գրոհի պատճառով մահացել է 1200 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել ավելի քան 1000 քաղաքացի։ Գերատեսչության հրապարակած տվյալներով մահացածների 30%-ը երեխաներ են, մոտ 200 մանկահասակ, ամենափոքր զոհը 8 ամսական աղջիկ է։ Իսրայելի բանակն էլ հայտարարել է, որ Լիբանանում Հեզբոլլահի դեմ գործողությունների ժամանակ զոհվել է 2 զինծառայող։ Միևնույն ժամանակ պաշտոնական Թել Ավիվը տեղեկացրել է, որ Թեհրանի վրա հերթական գրոհի ժամանակ թիրախ է դարձրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբն ու զինամթերքի 50 պահեստ։ Ըստ Ալ-Մարկազի գործակալության իսրայելական ռազմածովային նավը 2 հրթիռ էլ արձակել է Լիբանանի Սայդե քաղաքի պաղեստինյան ճամբարի վրա։ Իրանում միջուկային օբյեկտ է թիրախ դարձել եւ լուրջ վնասվել։ Ըստ Iranian Student News Agency գործակալության օբյեկտը գտնվում է Սպահան քաղաքում։ Ռադիոակտիվ աղտոտման մասին տեղեկություններ չկան։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հարվածել է Ղեշմ կղզում գտնվող ջրի աղազերծման գործարանին։ Արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է նաև հարևան երկրների վրա հարձակումների մասին։ Նա շեշտել է, որ Թեհրանը հարվածում է ամերիկացիներին, որոնք հարձակվել են Իրանի վրա։ Արաղչիի խոսքով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հարևաններին պարզած բարեկամության ձեռքը տապալվել է գրեթե նույն պահին։ Նախագահ Փեզեշքյանի տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար արած ժեստը տապալվեց անմիջապես, երբ ԱՄՆ նախագահը սխալ մեկնաբանեց մեր կարողությունը, վճռականությունն ու մտադրությունը։ Հիշեցնեմ, որ Իրանի դեմ Իսրայելի եւ ԱՄՆ-ի սկսած պատերազմի 8-րդ օրը նախագահ Փեզեշքյանը հայտարարել է, որ ժամանակավոր ղեկավարության խորհուրդը որոշել է այլևս չհարվածել հարևան երկրներին, եթե այնտեղից հարվածներ չլինեն։ Արմանդահանը մա, ռահբարը մա Ես ներողություն եմ խնդրում հարևան երկրներից։ Երեք ժամանակավոր ղեկավարության խորհուրդը որոշել է, որ հարևան երկրները այլևս չեն ենթարկվի հարձակման կամ հրթիռային հարվածների, եթե Իրանի վրա չլինեն հարձակումներ նրանց տարածքից։ Ոմանք մտածում են օգտվել իրավիճակից եւ հարձակվել մեր հողի վրա։ Իմպերիալիզմի ձեռքում խաղալիք մի դարձեք։ Հնարավոր է մենք տարաձայնություններ ունենք, բայց Իսրայելին եւ ագրեսոր ԱՄՆ-ին աջակցությունը շատ վատ երևույթ է։ Կոչ եմ անում խաղալիք չդառնալ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ձեռքում եւ տարաձայնությունները լուծել համատեղ։ Թեհրանը մտադիր չէ հարձակվել հարևան երկրների վրա։ ԱՄՆ-ն առայժմ չի պլանավորում Իրանի դեմ ցամաքային հարձակում իրականացնել, բայց եւ չի բացառում, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ ԱՄՆ նախագահը խոսել է նաեւ Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրությունից ու նշել, ով էլ ընտրվի, առանց Վաշինգտոնի հավանության երկար չի դիմանա։ Մինչ ԱՄՆ-ն խոսում է հետքայլ չանելու մասին, Վաշինգտոնի դաշնակիցները խոսում են իրենց մտահոգությունների մասին։ ԱՄՆ-ի եվրոպացի եւ ասիական դաշնակիցները մտահոգված են, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են զինանոցի կրճատման պատճառ դառնալ։ Ըստ Պոլիտիկոյի, Պենտագոնն այժմ արագորեն սպառում է զինամթերքն ու սպառազինության մատակարարումները։ Իսկ Ասիայի Վաշինգտոնի դաշնակիցներն անհանգստացած են, որ Իրանի դեմ գործողության ընթացքում զինամթերքի արագ սպառումը կարող է թուլացնել ԱՄՆ-ի հնարավորությունները զսպելու Չինաստանին եւ Հյուսիսային Կորեային։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Իրանի փորձագետների խորհուրդն ընտրել է երկրի նոր գերագույն հոգևոր առաջնորդին։ Նա սպանված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի որդի Մոջդաբա Խամենեին է։
Իրանի նոր գերագույն առաջնորդն առանց Միացյալ Նահանգների հավանության երկար չի դիմանա։ Իրանում նոր հոգևոր առաջնորդի ընտրությանն արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա ստիպված կլինի ստանալ մեր հավանությունը, ասել է նա ABC News-ի հետ զրույցում։ Նրա խոսքով Իրանն այժմ գտնվում է այնպիսի վիճակում, որում երբեք չի եղել, եւ դա միայն վատթարանալու է նրանց համար։ Իրանն իր տարածքից ոչ մի թիզ չի զիջի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Մենք թույլ չենք տա, որ նրանք գրավեն մեր երկրի տարածքից թեկուզ մի թիզ, ասել է Փեզեշքյանը։ Թրամփն ավելի վաղ ասել էր, թե չի բացառում Միացյալ Նահանգների հարվածներից հետո Իրանի քարտեզը փոփոխվի։ Թեհրանի նավթի պահեստներին հարվածելը հավասարազոր է քիմիական պատերազմի։ Այս հայտարարությունն էլ արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, անդրադառնալով Իսրայելի հարվածներից հետո Թեհրանում նավթի պահեստում բռնկված հրդեհին։ Նավթի պահեստները թիրախավորելուց հետո Թեհրանի երկինքը պատվել է գորշ քուլաներով։ Իրանը կրկին հրթիռակոծել է Թել Ավիվը։ Իսրայելն էլ հրթիռակոծել է ոչ միայն Իրանը, այլև Բեյրութի արվարձանային դահյակաղաքը, որտեղ Հեզբոլլահ շարժման օբյեկտներն են։ Հարձակման թիրախ է դարձել նաև Բեյրութի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկը, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել 10։ Մերձավոր արևելքում պատերազմը չպետք է սկսվեր, քանի որ այն ոչ մի կողմի օգուտ չի բերում, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Նա նաև նշել է, որ Իրանի եւ Պարսից ծոցի մյուս երկրների ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող խախտվել։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ միջազգային իրավունք աշխարհում այլևս գոյություն չունի։ Ցավոք մենք բոլորս կորցրել ենք այն, ինչն անվանում ենք միջազգային իրավունք։ Անկեղծ ասած, ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ինչ-որ մեկին կոչ անել հետևել միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին։ Այն ըստ էության այլևս գոյություն չունի։ Դե յուրե գոյություն ունի, բայց դե ֆակտո այլևս գոյություն չունի, ասել է նա։ Եվ վերջում, գիշերը Գերմանիայում ընկած երկնաքարը վնասել է բնակելի շենքեր։ Երկնաքարի բեկորները վնասել են Ռայնլանդ-Փֆալցում տանիքներ եւ տներ։ Վնասներ են գրանցվել Հունսրուկ եւ Այֆել շրջաններում, ինչպես նաեւ Կոբլենցում։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները չեն շրջանցում նաև Հայաստանը։ Իսրայելը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան մեկնելուց։ Ռուսաստանից Հայաստան հացահատիկ կգա կրկին Ադրբեջանով։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ խոսքը 7 վագոն հացահատիկի մասին է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ գրել է, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ խորհրդակցությունների շրջանակում զրուցել է նաև Իլհամ Ալիևի հետ, կրկին վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության գործընթացին։ Խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում հանդիպումը կազմակերպելու համար Հայաստանը ծախսել է մոտ 14.5 միլիոն դրամ։ Անվտանգության խորհրդի գրասենյակը պատասխանել է Սպուտնիկ Արմենիայի գրավոր հարցմանը։ Լրատվամիջոցը խնդրել էր գրասենյակին տրամադրել խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում իրականացված բոլոր միջոցառումների ընդհանուր արժեքը, սակայն կառույցը տրամադրել է միայն փետրվարին կայացած միջոցառման համար հատկացված բյուջեն։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ խոսել է տարածաշրջանում եւ Հայաստանում տեղի ունեցողի մասին։ Նրա խոսքով 17-ից 20 միլիոն ադրբեջանցիների եւ այլ ազգությունների խմորումները մեր հարևան Իրանում գոյաբանական ուղի սպառնալիք կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության համար։ Գոյաբանական սպառնալիք է։ Ոչ թե մի թեթև անկայունության կամ ինչ-որ սահմանում կարող է ինչ-որ խմորումներ լինեն եւ այլն։ Լրջագույն խնդրեմ է եւ եթե հիշում եք Երբ վերջի անգամ խոսացինք այդ տրիպի մասին, ես այն ժամանակ ասում եմ, ես չեմ տեսնում Միացյալ Նահանգների տնտեսական շահերը այստեղ։ Եվ հիմնական, այսպես հետաքրքրությունը դա Իրանի սահմանն է։ Այ փորձեք պրոյեկտել այդ ամեն ինչը Պարսից ծոցի այն հարավային ափը, քանի ռազմաբազա, որոնք պարզվեց, որ ուղղված էին հենց Իրանի դեմ։ Քոչարյանը խոսել է նաև հունիսին տեղի ունենալիք խորհրդարանի ընտրության մասին։ Նրանք ուսումնասիրել են սոցհարցումները եւ արձանագրել, որ 1.5-2 տարի առաջ ժողովրդի մոտ 60%-ը չկողմնորոշված էին, իսկ հիմա մոտ 25-ից 30%-ը կողմնորոշված է։
Առաջիկա ընտրության մասին խոսել է նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նրա խոսքով Փաշինյանի արևմտյան տերերը Սամվել Կարապետյանի հաղթանակը համարելու են Հայաստանում ռուսական ազդեցության վերահաստատումը, ինչն ամենևին չի մտնում նրանց հեռահար հաշիվների մեջ։ Նրանք փորձելու են ամեն ինչ անել նման զարգացումը խափանելու համար, անտեսելով այն հանգամանքը, որ սեփական իշխանությունն ընտրելու բացառիկ իրավունքը պատկանում է ժողովրդին։ Անհրաժեշտ է մեկընդմիշտ գիտակցել, որ Հայաստանի բնական դաշնակիցները ոչ թե հեռավոր արևմտյան երկրներն են, բացառությամբ Ֆրանսիայի, որի հետ մեր հումանիտար եւ մշակութային հարաբերությունները հաստատվել են դեռևս 20-րդ դարի սկզբին, այլ Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը։ Հուսադրող են նաեւ Չինաստանի եւ Հնդկաստանի հետ խորացող անկեղծ եւ ջերմ հարաբերությունները։ Նիկոլ Փաշինյանն էլ 3 պատարագի է մասնակցել Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում։ 24 News-ին գուգարած թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը հայտնել է, որ Սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում հնչել է վեհափառ Հայրապետի անունը։ Հովնան Սրբազանն ասել է նաեւ, որ իրավապահներից որևէ մեկը նախապես չի եկել քահանաների հետ, չի խոսել։ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է պատարագի ամբողջ ընթացքին, դուրս է եկել ավարտից մի քանի րոպե շուտ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc.media.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, եթերում կլինի Սվետլանա Պետրոսյանը։ Մաղթում եմ աշխատանքային օրվա արդյունավետ շարունակություն։